Օրենքում կան կոնվենցիայում կան կետեր, որոնք կամ դրույթներ, որոնք վերաբերվում են ազգային փոքրամասնությունների համայնքներին։ Տեսեք, այնտեղ ասում է բոլոր կանայք եւ բոլոր կանայք կոնվենցիայի մասին է նաեւ խոսքը եւ ինչպես նաեւ օրենքը, հա, բոլոր կանայք նկատենք կանանց տարբեր խմբերը, դրանք կարող են լինել ազգային փոքրամասնությունները, դրանք կարող են լինել օրինակ տարբեր խոցելի խմբերից կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք, փախստական կանայք, փախստականի նման կարգավիճակ ունեցող կանայք եւ այլն եւ այլն։ Իրենց մասին առանձին մենք ունենք որպես դրույթ նշված, իմ նշված այդ ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեի հանձնարարականներում, որը յուրաքանչյուր պետություն ստանձնում է եւ 4 տարին մեկ վերջում գնահատում է եւ գնում է դեպի կոմիտե կրկին ներկայացնելու թե ինչ է կատարել պետությունը այդ ժամանակ։ Մենք ունենք նաեւ այո ազգային փոքրամասնությունների, մասնավորապես աղջիկների ու կանանց վերաբերող հարցեր, մասնավորապես վաղամուսնությունների հետ կապված, կրթության շարունակականության հետ կապված, որը թե Հայաստանի համար խնդիր է, թե ամբողջ աշխարհում ինչու՞ չէ նաեւ խնդիր է, դրա համար ՄԱԿ-ի կայուն զարգացման նաեւ նպատակների մեջ կա, որ բոլոր աղջիկները ունենան կրթության հնարավորություն եւ այլն։ Այսինքն ամբողջ աշխարհում դա խնդիր է եւ շեշտադրում կա եւ այդ թվում Հայաստանը բացառություն չէ եւ Հայաստանի համար մենք ունենում ենք այդ հիշատակումները առանձին որպես հանձնարարականներ։ Պլյուս նաեւ Հայաստանի Հանրապետությունը ունի իր քաղաքական գենդերային քաղաքականությունը իրականացնելու ազգային կամ պետական ռազմավարությունը կամ ռազմավարական մոտեցումը այս պահի դրությամբ թերևս ցավոք նախագիծ է ամբողջությամբ պատրաստ 24-28 թվականների համար տեսեք դեռևս պետքա 23-ի վերջ ընդունվեր որպեսզի 24-ից գործել այս պահին ցավոք դեռևս ինքը նախագիծ է բայց բավականին համապարփակ եւ այնտեղ այո կարող են գտնել շեշտադրումներ կապված ազգային փոքրամասնության ներկայացուցիչների, կին ներկայացուցիչների հետ կապված